Այս կտորը, տեսնում եք, այս կտորը, այս մուգ գույնի հինը, չէ՞, դա մի կտորով տեղադրվել է։ 6-ից 7-րդ դարերից է պահպանվել թարգմանչած վանքը։ Երևանից մոտ 31 կիլոմետր հեռավորությամբ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում է գտնվում։ Վերականգնումն իրականացնող ճարտարապետը պատմում է. Սրա վերևի 3 քարը որ դրացա, հարթ երեսապատը, էլի հին էր։ Հին քարեր էր, բայց որ նայեցինք, տեսանք որ կրող չեն դրանք։ Կրող չեն, ստիպված հանեցինք, նորը դրեցինք վերաշարած։ Բացի կերպարը վերականգնելուց, հարկավոր է մտածել եւ իր կյանքի մասին։ Ինչքան կապրի հետագայում, իր չափ կապրի, որ Աստված տա ապրի, Բայց ընդհանրապես այդ է սկզբունքը։ Հնարավորին չափով հին նյութը օգտագործի, մինիմալ նորը։ Թարգմանչած վանքը կենտրոնագմբեթ եկեղեցի է, ինչպես Սուրբ Ֆրիպսիմեն։ Երկրաշարժից հետո մնացել են մեկ պատ ու մեծ բեկորներ։ Հետաքրքիրն էր, որ տենց մեծ զանգվածներով պահպանվել էր։ Այսինքն ընկնելուց մեծ կտորներով անգ է։ Ամենածանր զանգվածը, այդ որ մենք վերականգնել ենք, 24 տոննա քաշ ուներ։ Նման զանգվածներ մոտ 12 հատ էր, բոլորը տեղադրվել է տեղում։ Թարգմանչած եկեղեցին մեկն է այն 8 եկեղեցիներից, որտեղ այժմ ընթանում են վերականգնման աշխատանքներ։ Վերականգնվող կառույցներից են նաև Լորիբերդի միջնաբերդի եկեղեցին, Շատիվանքի վանական համալիրը, Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին, Սրվեղ վանական համալիրը, Փարպիի Ծիրանավոր եւ Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցիները։ Եվս 6-ում Քոբայրավանք համալիրում, Սեդվի վանական համալիրում, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցում, Երերույքի տաճարում, Տավուշի ամրոցում, Պտղնու տաճարում աշխատանքները նախատեսում են սկսել այս տարի։ 18 թվականից մինչ այժմ մոտ 30 նմանատիպ, այսինքն եկեղեցիներ կրոնական բնույթի հուշարձաններ են վերականգնվել կամ գտնվում են վերականգնման փուլում, որտեղ դրանք բավական ծավալուն են եւ կախված ֆինանսավորումից բավական երկար տարիներ են տևում։ Օրինակ հենց թարգմանչած եկեղեցին վերականգնել սկսել են դեռ 2011-ին։ Աշխատանքները մի քանի փուլով են ընթացել։ Վերջնական ու ամենածավալուն փուլը սկսվել է 2024-ին։ Այս տարի պիտի փակենք գմբեթ հարդով, վեղարով, բանով պիտի մենք եկեղեցին հանձնենք։ Չնայած կան մեծ դժվարություններ, քարերը մաշված են, որոշ քարեր հնարավոր չի տեղադրել։ Իսկ չօգտագործվող բայց պատմությունը իրենց վրա կրող քարերը կդառնան ցուցանմուշներ եկեղեցու բակում։ Մյուս խնդիրը, որն առանձնացնում է թարգմանչած վանքի վերականգնումը վերահսկող մասնագետը, նախահաշվարկային է։ Որ ժամանակ է անցել, գները բարձրացել են ու հիմա ստացվում է, որ շինարարը այդ գներով դժվարանում է։ 2018-ից 2024 թվականներին հուշարձանների վերականգնման համար կառավարության տրամադրած ընդհանուր բյուջեն կազմել է 3 միլիարդ 143 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 688 միլիոնը ուղղվել է եկեղեցիների վերականգնմանը, ներառելով պեղման, նախագծային եւ բուն վերականգնման աշխատանքները։ Այս տարվա համար արդեն նախատեսված ավելի քան 1 միլիարդ 769 միլիոնի գրեթե կեսը 814 միլիոնն է բաժին ընկնում եկեղեցիների վերականգնմանը։ Հիմնականում ժամկետի հետ կապված ֆինանսական հարցերն են, միևնույն ժամանակ հաշվի առնելով դրանց սպეციფიკությունը, մասնագիտական լուրջ կարողությունների անհրաժեշտությունը, դրանք հնարավոր չէ միանգամից անել, այլ պետք է փուլ-փուլ, որպեսզի գիտական նախագծի ճիշտ ուղին պահել։ Հիմնականում երկու խնդիր կա՝ ֆինանսական եւ մասնագիտական։ Հայաստանում կա մոտ 25000 գրանցված պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան եւ ենթահուշարձան։ Դրանցից 1564-ը վանական համալիրներ եւ եկեղեցիներ են։ Պետական միջոցները այս պահին այդ քանակության համար բնականաբար բավարար չեն եւ նմանատիպ կառույցները, եկեղեցիները իհարկե շատ են։ Պետությունը նաև մասնավոր ետ համագործակցելով է փորձում լուծել այդ խնդիրները։ Նույն 18 թվականից սկսած մինչ այսօր 19 հուշարձան եկեղեցու վերականգնում սկսվել, ավարտվել եւ ընթացքի մեջ է բարերարների եւ պետության համագործակցության։ Հաղպատի եւ Սանահինի վանական համալիրները, Ոսկեվազի Սուրբ Հովանես եկեղեցին, Իրինդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցին։ Վերջին 7 տարիներին կառավարության ֆինանսավորմամբ վերականգնման աշխատանքներ իրականացվել են նաեւ այս եկեղեցիներում։
Ճարտարապետ Տիգրան Գալստյանը ընդգծում է, բոլոր եկեղեցիները մշտական հսկողության կարիք ունեն։ Հանրության շրջանում հայտնի ու շատ այցելվող լինեն, թե Սարի գլխին ու քիչ հայտնի։ Նույնիսկ այն եկեղեցիները, որոնք լիարժեք վերականգնվել են հիմա, 1 տարի հետո նրանց վրա նույնպես գումար ծախսելու անհրաժեշտություն կա, որովհետեւ չի վերականգնվում, կոնսերվացիա չի արվում, նաև շարունակում է ամեն տարի բուսականության եւ բնական ջրի անձրևների պատճառով քայքայվել եւ շարունակում է աղավրվել։ Ճարտարապետի խոսքով վերականգնումը կարևոր է, բայց ավելի կարևոր է նախագիծը պահպանելն ու նյութերի ճիշտ ընտրությունը։ Հնությունը էլի կպահպանվի, բայց եթե չկա հստակ պատկեր, թե ինչ տեսք է ունեցել, այսինքն մենք չունենք նախագծեր կամ պեղումների ընթացքում չի հայտնաբերվել քարերը, որպեսզի դրանով հասկանան ինչ տեսք է ունեցել եւ վերականգնել տարբերակներից մեկը անընդունելի է։ Օրինակ իմ համար նույնպես անընդունելի է եւ ես կողմ եմ կոնսերվացիային նման դեպքերում։ Ընդգծում է, մեր երկրում եւս մոտեցումները տարբեր են եւ մի շարք եկեղեցիների դեպքում մասնագիտական հանրության շրջանում տարաձայնություններ են առաջանում՝ վերականգնել թե կոնսերվացնել։ Օրինակ Գերիրուքի տաճարը, որ մեր գլուխգործոցներից մեկն է, Վաղ Միջնադարյան եւ կարևորագույն հուշարձաններից մեկն է, բայց արդյոք կոնսերվացվել, վերականգնել, գործող դարձնել, չդարձնել, նմանատիպ բազմաթիվ հարցեր կան։ Թեպետ միայն 2025-ին կառավարությունը պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնմանը եւ պահպանությանը պետական բյուջեից հատկացրել է 14 անգամ շատ գումար, քան 2018-ին, բայց խիստ անմխիթար վիճակում են շատ եկեղեցիներ ու վանական համալիրներ, այդ թվում Երևանում կամ մայրաքաղաքին մոտ տարածքներում։ Նախարարությունից ասում են, մասնագետների հետ քննարկման արդյունքում են որոշում ամեն տարվա ցանկը։ Օրինակ 2026-ին նախատեսվում է վերականգնման աշխատանքներ սկսել Աշտարակի Ծիրանավոր եկեղեցում, Պեմզաշեն եկեղեցական համալիրում, Պեմզաշեն գյուղի Սուրբ Առաքելոց եկեղեցում, Դսևանքում եւ Քոբայրում։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, Կիրակնորյա լուրեր։